ժամկետի հետ կապված որոշակի հիմնավորում դրեց, որ պետք է դատարանից խնդրել պահանջել տեսանկարահանումները կապված ձեր կողմից վկանելի Երևանից ուղեկցել։ Եվ հայտնից նաև, որ եթե դատախազը այդ փաստը կընդունի, այլևս մեզ այդ ժամանակը անհրաժեշտ չի լինի։ Դուք ձեր խոսքում ասում եք, որ այդ դրա մասին ես կհայտնեմ, երբ որ գրավոր ինքնաբացակի միջնորդություն։ Եթե հարկանը ձեզանից դա հստակ չի պահանջում, եթե ուղղակի կարող եք այս պահին փաստի հետ կապված հայտարարություն անել, դրանով նաև պայմանավորված է որոշակի կսահմանափակվի պաշտպանի գործունեությունից անվանալու նոր ձայնագրավորներ կամ տեսանկարներ ձեռք բերելու համար իր իրավունքը։ Պատասխան դատարան, կարծում եմ այստեղ ժամանակային ձգձգման ընդհանրապես խնդիր չի կարող լինել, թե ուզում կողմից նշված երկչափների կամ դեպի պարակայում, եթե նման հայտնություններ ձեռք բերելու անհրաժեշտություն տեսնի պարակելի պաշտպանը։ Ես ներկա փուլում դրա հետ կապված չեմ ուզում հայտարարություն անել, կարծում եմ դեռևս ժամանակը չի, սա բանավորապես հայտարարություն, որտեղ ըստ էության իմ բացակի հիմնավորում պետք է լինի ինֆոկրականություն։ Ես կդիտարկենք գրավոր ներկայացված բացակի շրջանը։ Իրավունքը ձերն է հայտարարություն անել թե չանել այդ հարցի կապակցությամբ, առավել ևս դա ձեզ է վերաբերում, ուղղակի դատարանի գնահատմամբ ամեն դեպքում դա ժամկետների հետ կարող է կապ ունենալ։ Շնորհակալություն ըստեղ։ Պատմական դատարան գտնում եմ, որ իրավունքի չարաշահման փաստի հետ գործում են։ Քանի որ մշտապես Ջալալ Հարությունյանի կողմից բերված կեղծ հիմնավորումներով փորձում է դատական նիստերը ձգձգել այնքան ժամանակ, մինչև վաղեմության ժամկետը անցնի, նպատակը դա է Ջալալ Հարությունյանի հասնել նրան, որ մինչև հոկտեմբերի 12-ը պետք մինչև վճռաբեկ դատարան հասնելը վաղեմության ժամկետը անցնի։ Գտնում եմ, որ դա հալիք չէ գեներալ լեյտենանտի ուսանիներ գրող անձին։ Անձը պետք է ես համեմատություն չեմ ցանկանա բերել գողություն կատարող մի քանի անգամ դատված անձի հետ ավելի տղամարդավարի է պահում իրեն տվյալ անձը դատարանում Կաստ է գեներալ լեյտենանտի ուսանիներ գրող Չեք դա ձեզ փորձեք ուղղակի նպատակը դա է Եվ կարծում եմ, որ ճիշտ նպատակ է Դատավարությունը ինչ նպատակ Կա գործիքական մոտով եք դրանից ոչ միտեղ գրած չի, որ պետք է համեմատեք գողի գեներալ Դե ինչու՞ Պետք չի նման երիկոսությունների մեջ Հաջորդ ասեք պարաշտունան ես գիտեք եթե այդպիսի հայտարարությամբ հանդես գային ուժողները ծնողները որոշակիորեն դատարանի համար ընկալելի կլիներ նաև չեմ բացառում որ ոչ թե կիսվեին իրենց գոնե կհասկանային դրա հայտարարության նպատակը կամ սրտից ավախում այդ դուք որպես պրոֆեսիոնալ մասնակցելով բազմամյա ես ինչպես հիշում եմ դատարանում ձեզ որպես պաշտպան հիշում եմ դատարանում 15 եւ ավելի տարիների մասնակցել այդ առումով ձեր կողմից նման հայտարարությունները ուղղակի չի գնում վարկագծի կանոններից ընդհանրապես վարկագծի թե պաստառանի վարկագծի կանոններից թե ընդհանրապես մարդկային էթիկայի կանոններից ես նաև հասկանում եմ ձեր էմոցիաները ամեն դեպքում այս կողմից ես ձեռնպատ ունենամ ձեր նկատմամբ սանքցիաներ կիրառելուց նախազգուշացումներ անելուց բայց թորդոր խուսափեք նման հայտարարություններ անելուց անձնական իրավունքներ Պատվաժան դատարան ես լիահույս լինելով նաև Ջալալ Հարությունյանի հայտարարությանը որ այսինքն դատարանի կողմից նշված այն հանգամանքին, որ 3 շաբաթյա ժամկետը ներառ կլինի, որպեսզի պաշտպան ներդրավի եւ ծանոթացված լինի գործին։
շաբաթ։ Երկշաբթ։ Ես երեք Հնարավոր է ես ասած ունեմ երեքշաբթ։ Եվ բավական դատարան ես այսօր երկու հատ կանոնավորական դատական նիստ եմ հետաձգել, որպեսզի ներկայանամ այսօրվա դատական նիստին։ Իմ պատճառով երկու կանոնավորի դատական նիստ տեղի չի ունենում, ես դատարաններին եմ տեղեկացրել, գալիս եմ ստեղ եւ լսում եմ, որ 3 նոր պաշտոնի հետ պայմանագիր է կնքվել։ Ես այլ վերաբերմունք չեմ կարող ունենալ։ Հիմա պատվաստան դատարան բացի այդ սույն գործով քանի որ ըստ էության դատաքննություն չի լինելու, այդ բողոքների քննությունն է լինելու, ես կարծում եմ, որ այդ ժամկետը, որ ամբողջ գործի նյութերի ծանոթանալու հետ կապված, դրա կարող է ավելի սեր ժամկետում ծանոթացվել այդ գործի նյութերի։ Եվ բողոքների ես պատվաստան դատարան 2 ժամ։ 2 ժամ։ Այո, 2 ժամ։ Շատ դեպքերում դատարանները բավարար են համարում կամ նախաքննության ավարտից հետո պաշտպանական կողմին 60 հատուրանոց գործի համար տրամադրել 2 ժամը եւ դրանք հետագան երբ որ բողոքարկում են դատարանները համարում են օրինաչափ հետեւապես գտնում են 2 ժամը Բավարար դատարան ես ես պահին գտնում եմ այս գործով քանի որ բողոքները պետք է քննության առնվեն 2